Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ այստեղ եք։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Հարությունյան, ձեր մասնագիտական դիտարկումների անհրաժեշտությունը կա հատկապես այս փուլում, որովհետև չնայած նախընտրական շրջան է, բայց գյուղատնտեսական, տնտեսական նոր իրողություններ են գլուխ բարձրացրել եւ հիմնականում դա պայմանավորված է Ռուսաստանի կողմից նոր սահմանափակումների համատեքստով։ Մայիսի 22-ին նախ ծաղիկների խմբաքանակը արգելվեց ներմուծել Ռուսաստան, պարզվեց միայն ծաղիկներով չէր ամեն ինչ, եւ դրանք միայն ծաղիկներն էին, եւ հետո արդեն ջերմուկ, ձկնամթերք, պտուղ բանջարեղեն, արդեն կորիզավորներ, Հայաստանի իշխանությունները պնդում են, որ խնդիրը միայն տեխնիկական է եւ հաստատ լուծումներ կգտնի։ Դուք ինչ եք կարծում։ Նախ կրկին անգամ շնորհակալություն ու ձեզ շատ հարգելով, ձեր խմբագրությունը հարգելով, ինչու՞ չէ նաեւ մեր ժողովրդի վիճակը հաշվի առնելով առավել եւս գյուղացիների, ֆերմերների փորձեցի համաձայնել, որովհետև նկատում եք որոշակի ժամանակ չեմ խոսում, որովհետև հիմա այս աղմուկի, ճղճղոցի, որտեղ շատ հարցեր իրանց պատասխանների չեն ստանում, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ բառ եմ օգտագործում պատահական չի, վիճակը օրհասական է։ Ստիպված որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մասնագետ, ինչու՞ չէ նաև պաշտոնյա, որը տիրապետում է շատ է քիչ նրբությունների, որ ինչից ինչ կարող է եւ հետևանքները ինչ լինեն, ես ապրելու եմ Հայաստանում, ես չեմ կարող չբարձրաձայնել եւ ուղղակի անտարբեր լինել խնդիրներին։ Հիմա անցնելով կոնկրետ խնդրին, տեսեք, այստեղ ոչ միայն պետքա թվարկվի այն մթերքները կամ այն ապրանքները, այլ նաև այնտեղ տողատակերում նուրբ բառեր կան մթերքներ կան, որ այս պահին ինչ գործ ունեն այդ ցուցակում, երբ որ այս պահին այդ մտքերը չկա։ Ըստ ինձ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, դրանով հուշում են, որ սա մի օրվա խնդիր չի լինի, ու երկու օրվա խնդիր չի։ Երկարաժամկետ։ Այսինքն, տեսեք, օրինակ բերեմ ես պատժամիջոցներից օրինակ ավելացրել են, եւ որ ասում թվում են կորիզավորները, ծիրան, դեղս, նեկտարին, սալոր եւ այլն, ու մեկ էլ նայում ես եւ թարմ խաղող։ Այսինքն, այս պահին եւ մոտակա 1 ամսում հաստատ Հայաստանի Հանրապետությունից ոչ մեկ չի պատրաստվում խաղող արտահանել, որովհետև չի լինելու։ Առնվազն մինչև հուլիսի վերջ օգոստոս, որ տարածաշրջանը ուզում եք վերցրեք, սա նշանակում է, որ եւ ես ծանոթ լինելով, ասենք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների պատրաստվածությանը, իրանց օգնականներ, խորհրդականներ, ինստիտուտներ, որոնք որ նախապատրաստում են այդ հայտարարությունը, այստեղի նման չի, որ որտեղից, ինչ իմացած, չիմացած, հնչեցնի ու ոչ էլ դրա համար պատասխան տան։ Ես այդ ամեն ինչը հաշվի առնելով շատ ծանր եմ տանում, կոնկրետ օրինակն էլ բերեցի։ Իսկ ինչ վերաբերում է ծաղկից ինչու սկսվեց, օրինակ, էլի մասնագիտական առումով, ակտիվ փուլ էր, ծաղկի արտահանման, մարդիկ մի մասը առաջի բերք են արդեն ծաղիկները քաղել, որոշ մարդկանց մոտ արդեն հիմնական, ասենք, հնձելու, թարմացնելու ժամանակ է գալու, բայց հիմնականում վարտի, տարբեր այլ ծաղիկների տեսանկյունից ակտիվ արտահանման փուլում էր եւ պահանջարկի, մեկ բառով ասած, պիքներ, եւ մարդիկ բավականին մեծ ներդրումներ էին կատարել, եւ պետքա սկսեր եկամուտ գալ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց պարտքերը բանկայինա, թե անձնականա, ընկերականա սկսեն մարելը ու հանգարց, ասում եմ, ամփոփ անամ երկրում։ Հիմա մասնագիտական առումով, եթե գնանք այն ուղղությամբ, որ վնասատուներ, հիվանդություններ, դրանք մերկապարանոց հայտարարություններ չեն Ռուսաստանի համապատասխան մարմնի կողմից տեսչական։
իրանք անընդհատ Հայաստանի գյուղատնտեսությունը, անկախ են բանից նախարարություն կա թե չկա, մոնիտորինգի տակ է։ Մոնիտորինգի տակ է, իրանք հասկանում են, որ այսօր Հայաստանի կառավարությունը, քաղաքական ուղղվածությունը տատանվում է։ Անընդհատ մի օր այսպես, մի օր այնպես, կայուն չի։ Եվ իրանք էլ փորձում են պահը բռնացնել, որ ասեն այդպես չի։ Հիմա այդ պահերից մեկն է, իսկ մոնիտորինգը, որ իրենք անում են, սկսած սահմանից ներմուծվող Հայաստանի Հանրապետություն բուսատեսակներ, որտեղից են բերում, ոնց են վերահսկում, ինչ է հայտնաբերվում, պարարտանյութերը, քիմիկատները, որտեղից են գալիս, ինչ վիճակի են, որտեղ են փորձարկումներն արում ազդեցության, կերատեսակները դա լինի ձկան կեր, լինի անասնակ կեր, թշնակ կեր, տեսեք ոչ մեկի մտքով չի անցել, մոնիտորինգը ամբողջությամբ արվել է, մասնագիտական կարողությունները իրանք պարզ տեսնում են, կա համապատասխան խորհրդատվություն, թե չկա, թունաքիմիկատի վաճառքի կետերում ոնց այդ աշխատանք խորհրդատվությունը կազմակերպում կա չկա, թունաքիմիկատի կիրառվող չափաքանակները նորմավորված են թե նորմավորված չեն, արդյոք այդ նորմավորումները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգին, որտեղ այդ քիմիկատներից ավել օգտագործման դեպքում ոչ ճիշտ ժամանակին մնում է բույսի մեջ, դրա հայտնաբերելն էլ մի մեծ գործ չի, ցանկացած սորական լաբորատորիա հայտնաբերում է, այս ամեն ինչը մասնագիտական կարողություններ, դրանք տեսեք մի մեծ խնդիր է, որը չկա, կոնտրոլից դուրս է, նույնը անասնաբուժական միջոցները եւ տարվող միջոցառումները, այսինքն սա կառավարության բացահայտ ոչ թե թերացում է, ձախողում է, թե ինչու դիտավորյալը, թե հաստատ այդ կարողությունները չունեն, ժամանակար կենտ օրերին շաբաթվա ես նկատում եմ դիտավորությունը, զույգ օրերին տեսնում են չտիրապետելը, նույնիսկ այդ աշճան, ու անընդհատ ասում ենք, հորդորում ենք, առանց անձնական վիրավորանքների, առանց իրանց ընտանիքներին կպնելու տարբեր մակարդակի ասում ենք, ու երբ որ դուք տեսնում եք, որ նույնիսկ արձագանք չկա փոխելու ջանդամ հանդիպեն, քննարկեն կամ օգուտ տան, դա զգաստեցնել է տալիս, որ ոչ, այլ լեզվով պետք է խոսես, բաներ կա դաստիարակությունը անցած ուղին թույլ չի տալիս, բայց ստիպված են երևի այլ մեթոդով չեն հասկանում։ Այդ հարցերում թերանում են, բայց մեծ պլաններ ունեն դիվերսիֆիկացիայի վերաբերյալ, հավատում եք դիվերսիֆիկացիային այս փուլում։ Եվ ի վերջո տեսանք, որ ֆոնը վերջին իրողությունների տնտեսական պայմանավորված էր ԵԱՏՄ ԵՄ ընտրությամբ Հայաստանի ժամկետ երկարաձգվեց վերջին ֆորումում Հայաստանի համար դեկտեմբեր։ Փաստացի տուժում է ժողովուրդը, իշխանությունների համար ժամկետ է երկարացվում։ Ինքը ինքան հագեցված թեմա է, որ ես փորձում եմ մտովի մտքերս դասավորեմ ու փորձում եմ կարևորները բաց չթողեմ, ամեն անգամ հետո գնում եմ տեսնում եմ, որ էլի ակին բան բաց եմ թողել, բայց հիմա տեսեք, էլի փորձեմ ամենակարևորները դուրս բերեմ, ու այս մասնագիտական կողմը, որ թերացել են, թվարկեցի, ու այդ ամեն ինչը տեսնում է ոչ միայն Ռուսաստանը, ինչու՞ նաև Թուրքիան էլ է տեսնում, որ այդ կան ուզում է ճանապարհ եւ այլն, ոնց անի գյուղատնտեսությունը։ Մյուս կողմից արդեն քաղաքական հայտարարությունները, ուղղվածությունները, լավ, եթե դուք տեսեք էլի մասնագիտական, հենց քաղաքական կամ որպես քաղաքացի քննադատությունը թողեմ մի կողմ։ Լավ, եթե ձեր ասած իրանք դիվերսիֆիկացիա են ուզում, այդ բառը ընդունենք իրանք բուն իմաստով հասկանում են։ Եթե դուք ուզում եք ժամանակար ժամանակ, այս ձեզ խնդիրներ են առաջանում Ռուսաստանի հարյուրավոր միլիոնանոց շուկայում, այդ թվում ԵՏՄ-ի։ Դուք ուզում եք ձեր արևին դիվերսիֆիկացնել։ Դուք որ որոշել եք, որ գնաք քաղաքական վեկտորով Եվրոմիություն, նշանակում է նաև տնտեսական բլոկի առումով, մարդիկ ձեզ պարզ հայերենով, պարզ նախադասությամբ, նույնիսկ ոչ պարզ համադասական, ձեզ պարզ ասում են, ԵՄ
կամ ԵԱՏՄ չի լինելու։ Վերջ, պարզ նախադասություն, որոշեք, տալիս են ժամանակ, տալիս են շանս։ Այս մենք ինչ բարձրաձայնվել է, մենք այդ ենք լսում, գիտենք, այս քննարկումները շատ վաղուց են եղել, կուլիսներում, այլ տեղեր, շատ տարբեր կանալներով գալիս է, հասնում է, մենք տիրապետում ենք։ Հարություն, բայց փաստացի իշխանություններին ժամանակ են տալիս, ժողովրդին, հասարակությանը, հասարակ արտադրողին ժամանակ չի տրվում, այդ մարդիկ իրենց արտադրանքը թափում են։ Ահա, տեսեք ինչի, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը, տեսեք, շեշտում է, որ հայ ժողովուրդը մեր բարեկամն է։ Հազարամյա տարիներ հայ եւ ռուս ժողովրդի բարեկամությունը կա։ Կրկնում են տարբեր մակարդակներում, մենք հայ ժողովրդի հետ բացարձակ ոչ մի խնդիր չունենք, ընդհակառակը մենք ուզում ենք հայ ժողովրդին օգնած լինենք, թվարկում են գազի գինը տալիս ենք այս ձև, բայց ասում է հայ ժողովուրդը ինքը պետքա որոշի իր հետակա ապրելու ձևը, ում հետ բարեկամություն անի, ում հետ հարևանություն անի, եւ ասում են, որ մեր խնդիրը, իրանց խնդիրը, պարզ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ որտեղ գրած քաղաքականության է, ժողովուրդ, կրկնում ենք, ձեր հետ մենք խնդիր չունենք, ընդհակառակը կուլիսներում էլ ասում են, երբ որ այս ղեկավարությունը, որ հակաժողովրդական, հակահայկական, հակապետական քաղաքականություն է վարում, եթե դուք զգաք, հասկանաք, քայլ անեք, ձեր հետ տնտեսական առումով, ընդհակառակը լավ է լինելու, եթե քաղաքացի դու գնացել ես վերջին հույսով բանկից, կործանարար, տոկոսով վարկ ես վերցրել, քո ամբողջ էներգիան կարողությունը ներես դրել, որ ընտանիքով ծաղիկ մշակեք ու եկել է ուրախանալու պահը, ձեզ հիմնահատակ կործանում են ու երևում է ինչն է, ոչ հիվանդություն ունեք, ոչ վնասատուն եք, նշանակում այդ քաղաքացին պետք է հասկանա ինքը ինչ պետք է անի, այդ ամեն ինչի տակից դուրս գալու, եւ հիմա այդ գամի միտքը, որ կիսատ մնաց, այդ դիվերսիֆիկացիայի պահին իրանց մտածած, պետք է իրանք լուրջ կոնկրետ քայլեր կիրառեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական քաղաքականության առումով, մասնավորապես գյուղատնտեսության։ Որակի առումով։ Եթե դու գերատեսչություն չունես, որ վերևից ներքև տիրապետեն մասնագիտական նրբություններին ու համապատասխան քաղաքականություն մշակեն իրականացնեն։ Կոնկրետ այսօր ոլորտը ցակ ու ցրիվ եղած մի երկու հատ իբրև թե մասնագետներ կան, երբ որ քաղաքական գիծը տանողը չի տիրապետում նույնիսկ հասարակ տերմինոլոգիային, որ եթերը ուզում եք բացեք եւ նաեւ ես հրավիրում եմ, եթե մեկին չէ, երկուսին չէ, 3 հոգով, 4 հոգով, եկեք նստեք, դուք ասեք, հեշտով ասեն ձեր ոչ մասնագիտականը, հակահայկականը, էլի տենց թվարկեմ ու ապացուցեմ առանց վարանելու։ Ու մի հատ էլ ավելի կոպիտ բան ասեմ ձեր դեմերեսին, ես հետևից չեմ խոսում, դրա համար չեմ կպնում ազնականին։ Զուտ այդ առումով, այսինքն հայտարարում եք այսօր Հայաստանի Հանրապետության այդ նախարարն է հայտարարել եթերով, որ այսօր սերտիֆիկացված է ջերմոց ելակի օրինակ եք բերում, վարտի օրինակ եք բերում, հասկացանք, դուք այդ ջերմոցատերերին միլիարդավոր դրամներ տվել եք առանց տոկոսի հիմնականում, սուբսիդավորված, կտրել եք թոշակառուից, սովորական իմ նման աշխատող մարդու եկամտահարկից, բյուջեն այդտեղից է ձեր, փողերը տենց չկա, որ տենց տալը, տվել եք, լավ եք արել, հիմա եկել է ժամանակը, ինձ կարաք ասեք, տնտեսական առումով, որ դու հայտարարում ես, հավաքել եք 20 ջերմոցատեր, որոնց ընդանուր ջերմոցի թիվը կազմում է 300 հեկտար, տնտեսական առումով, սովորական ժողովրդուն, քաղաքացուն, ինչ է տալիս,
Երբ որ միլիարդներ ունեն, մի հատ էլ այդ պետական միջոցներով այդ ջերմոցների մեջ սովորական քաղաքացի չկա, որտեղ այդ ջերմոցներ միլիարդները ստանալու համար պետք է գրավ ապահովես։ Միլիարդի գրավ, եթե մարդը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես շատ ուրախ կլինեմ, բայց այսօր մենք չունենք գյուղերում այդ մարդիկ հիմնական։ Հանեք հրապարակեք ջերմոցատերերի ցանկը։ Հանեք հրապարակեք։ Կարող եմ ընկերներից եմ մեջ էլին նեղանում են, թող նեղանա։ Հասկանում եք խնդիրը որն է։ Դուք նույնը այգիները, այդ որ ինտենսիվ այգիները, դուք հրապարակում եք 5000 հեկտար արդեն նորագույն տեխնոլոգիաներով այգի եք հիմնել։ Հիմա մոտենանք թիվնել ասենք Արմավիրում եղել է 11000 քանի 100 հեկտար, մոտեցել է 16000 հեկտարին, Արարատի մարզում էլի ավելացել է մի 1000 քանի 100 հեկտար, 8000 քանի սա եղել դարձել է 9400, մի 500 հեկտար էլ ասենք ավելացել է Արագածո։ Այդ թվերի հանրագումարում ձեր ասած թվով շուրջ 5000 հեկտար նորագույն ինտենսիվ տեխնոլոգիաներով այգիներ եք, ով են հիմնել։ Ինչ միջոցներով են հիմնել։ Դուք որ տվել եք սուբսիդիան, գնացել եք հետևից, ինչ են արել։ Եվ ովքեր են այդ այգիները իբրև թե հիմնեն, գնացեք արդյունքը տեսեք, կարկուտ է գալիս սյուները գետնին, ցանցերը պատրված, մնացածը։ Դա պետական միջոց է, եւ բացի դրանից, որ դուք հաշվար չունեք, եղածած միրգն ու բանջարեղենն է մնում։ Մի հատ ռուսական ճանապարհ է, որ մի հատ այսպես խնդիր առաջանում, կոլապս է դառնում, կործանում է դառնում։ Բա որ այդքան այգիները դուք հիմնում եք, արդեն 18 թվականից սկսած այգիներ կա, որ պետք է ինտենսիվ բերքի տակ անցածելն են։ Մի քանի օր առաջ էլ ցույց եք տալիս, որ նոր դեղցը հազարավոր տոննաներ արտահանելու եք։ Ուր։ Ասում եք ելակը համապատասխանում, հետո դուք վերլուծում եք, ասում եք 8000 եվրո վճարում ենք մեքենային, մինչև սացիլները Հոլանդիայից բերում է Հայաստան, 8000 եվրո վճարում ենք, որ այդ ելակը գնա Փարիզ, Եվրոմիության այլ երկրներ վաճառ, այսինքն դուք, ես որպես պետության մարդ, հասարակության սովորական գյուղացու հողիմշակի շահերը պաշտպանող մարդ, ինձ կարաք ասեք, ինչի է գյուղերում ցամաք հացի կարոտ մարդկանց, իբրև թե սուբսիդիա եք տալիս, քտերից եք բերում, կոնկրետ ցորեն մշակելու համար, մի տարի տալիս եք, մի տարի չեք տալիս, ապահովագրությունը ծախսերի, մի տարի անում եք, 2 տարի չեք անում, մի հատ էլ ծիծաղի թեմա եք դարձնում, թե որտեղ կարկուտ է գալիս գյուղացին տանում ցորենը, այդ ինչի մեկին 100,000 դրամ չեք ուզում տակ, այն մյուսներին արդեն միլիարդավոր։ Ես դե կներեք, ես պաշտպանելով բոլորի շահերը, խնդիր չունեմ այդ ջերմոցատերերը, բացարձակ ոչ անձնական, ոչ էլ պետական առումով։ Ես լուրջ եմ, եթե այսօր դու տեսնում ես պետության քաղաքականությունը քո հարևան վարում է այնպես, որ կպնում է անմիջապես քո ուր է քո դիվերսիֆիկացված տնտեսությունը։ Եթե լոլիկը վնասակար է արդեն, տնտեսական էֆեկտ չի ապահովում ընդհանուր պետությանը, պարենային ապահովվածության տեսանկյունից դու ապահոված ես բանջարեղենով։ Ինչ կասեք վիճակագրական թվերը, որոնց չեմ հավատում, բայց օրինակը ես բերեմ։ Եթե 2025 թվականին 42000 տոննա լոլիկ ներկրվել է հանրապետություն, իրենց թվերով 56000 տոննա արտահանվել է։ Սա ինչ է։ Ու եթե հազարավոր տոննաներով մենք լոլիկ ունենք, սա ինչ թիվ է։ Կարևորը ըստ իշխանամերձ օլիգարխի հայկական վարդերն արդեն Նյու Յորքում են վաճառվում։ Շատ լավ է։ Տեսեք, այդ օլիգարխները, եթե որտեղից Մոսկվայից գային, Փարիզից գային, Կամբերայից գային, ջերմոցներ դնեն Հայաստանում իրենց գումարներով, կամ սովորական վարկ վերցնեին, արևտը ոնց որ ես ու դուք ենք վերցնում, տոկոսների տակից չեն կարողանում դուրս գալ, վերցնեին, ջերմոց սարքեին ու տանեն այդ վարտերը, ուզում են անդարտկտի տա տանեն, փառք Աստծո, կուրախանային, բայց ընդհակառակը դուք եկել եք ստե,
պետության են սուղ միջոցներից, որ հացի խնդիր ունենք, պահելու խնդիր ունենք, երկիր, արտադրություն զարգացնելու, այդ տարել եք մի հատ էլ հիմա էլ ինչ է, բան են, ծրագիր են արել արտահաման սուբսիդավորում տրանսպորտային միջոցների լոգիստիկա։ Այսինքն գյուղերում մարդիկ կատի խնդիր ունեն իրացման, ջրի գնից էժանա, անասուն չեն կարողանում պահել, հիվանդությունը վարակը տարածված է, ցամաք հացի կարոտ են արտեն, հիվանդությունները էլ չեն կարող մարդիկ ապրեն, այդ չեմ ասում այլ սոցիալ-տնտեսականը, թողել եք այդ մարդկանց, էլի բան եք անում, սուբսիդա ախպեր, կներեք էլ այդ արդարության համար, հեչեթե ելակը վաճառվի Փարիզում, ելակը ունի ինքնարժեք, դուք պետություն, գերատեսչություն հաստատել եք ջերմոցում մշակված ելակի ինքնարժեքը պլյուս ողջամիտ շահույթ, տեսել եք ինչ արժի, ինչ ուզում եք 2 տարում այդ ջերմոցի կապիտալ ծախսերը այդ բերեք մի անգամից փակեք ժողովրդի հաշվին եւ դրա վատն էլ որն է, որ այդ ջերմոցների չհաշվարկած կիլոների քաղաքականության արդյունքում հանգարց արտանումը կանգնում է այն հասարակ գյուղացին, որ մի փոքր ջերմոցը սարքե իր ուժերով, իր տնավերցում, որ կարողանա նորմալ ապրանք ունենա տունը պահի, բերում լցնում են խանութները, շուկաները, էդ էլ է մարդկանց ապրանքը թափվում, բարի բունի իմաստով թափվում, ես ոչ մի անգամ այսքան բաց հասարակ չէի խոսել, հետո ջերմոցը, ջերմոցային տնտեսությունը, պետական ոլորտային քաղաքականության մեջ գլխավոր նպատակը ոչ սեզոնային ժամանակահատվածում առաջին ազգաբնակչության ապահովել թարմ բանջարեղենով, կանաչեղենով, հետո նոր մտածում են արտահանման մասին, իսկ եթե ջերմոցը դուք ուղղակի Հայաստանի տարածքում, Հայաստանի միջոցներով ուզում եք կառուցել ընդամենը նրա համար, որ արտահանեք, տանեք Ամերիկա եւ այդ արտահանողներն էլ գիտենք ով են, ներկրողներն էլ ով են, եկեք բաց խոսենք, թղթի մի կողմը մի կարտացեք, դա պետության գործը չի արդեն, պետության գործը պարենային ապահովության խնդիրը ապահովելն է, երբ որ ցորենի գծով 22.4% է եղել 24 թվականին, ով է դրա պատասխանը տալու, ով է տալու, հիմա որ դուք մտածում եք ելակի ու ծաղիկի մասին, մի թեթև, բա մնացած ապրանքատեսակները, բա այն գյուղաց ու ապրանքը, որ արդեն ինքնարժեքի ցածր, էդ էլ մի կողմ եմ թողում, գլոբալ քաղաքականությամբ, որ դու շուկա չունեք ԵԱՏՄ, իբրև թե ուզում եք ունենայիք, ընտրության առաջ ախպեր, ով ուզում է իր ապրանքը, իր ելակը, կիլոն $10, ոնց որ շատերն ասում են, Էմիրատներում էին վաճառում, թող տանեն Փարիզ այդ ծախսերով, իրանց տրանսպորտային ծախսերը թող իրանց վրա նստի $5, իսկ սովորական գյուղացին իր արտադրած ապրանքը, որ իր վրա թանկ է նստում, վառելիքը թանկ, պարարտանյութը թանկ, աշխատուժը թանկ, այդ մարդը չի կարող ինքնարժեքով իրացնել։ Եղա որ դուք հասարակ ժողովրդի մասին մտածող չեք, դուք մենակ մտածում եք ձերոնց մասին։ Հիմա որ նույն հաջողությամբ, բա որ Ռուսաստանի Դաշնությունը տեսնի որ չի փոխվում իրավիճակը, փակեց ցորենի արտանում, այսինքն ներկրումը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Անցած տարվա թվերով 2025 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրվել է 332,000 քանի 100 տոննա պարենի ցորեն։ 99% Ռուսաստանի Դաշնությունից։ Մի մասն էլ Ադրբեջանի տարածքով, իրանց շատ սիրած։ Այս տարվա առաջի 3 ամսում Հայաստանի Հանրապետություն ներկրվել ընդամենը 77,000 տոննա ցորեն։ Հիմա Ռուսաստանի Դաշնությունը ասում է ցորենի մեջ մեր վնասատու կա, մենք չենք ուզում մեր եղբայրական Հայաստանի Հանրապետություն գնա, որ իրանց դաշտերը չվարակվի։ Փակում է, ինք իր ապրանքը փակում է։ Ինչ եք ուտելու։ Ելակ, ծաղիկ, դրա համար ենք ասում, կա առաջնային ապրանք, պարենային ապահովություն, դա պետք է լինի տնտեսության, գյուղատնտեսության
Նպատակը նոր մնացած միջոցառումները անել։ Ինքնաբավության մակարդակը Հայաստանում ծորեն ինչքան է։ 2024 թվականին պարենային ապահովվածության, երբ որ նայում են բաժնում ծորենինը, որը հրապարակվել է մայիսի 26-ին, պաշտոնական 22.8%։ Այսինքն Հայաստանի Հանրապետության 1/5 մասն է ապահովված, մնացածը բա։ Այսինքն եթե տարին է բաժանենք 1/5 կամ 1/4, 3 ամսվա ասենք իբրև թե ծորեն ենք մենք արտադրում զուտ պարենի գծով, բա մնացած ամիսներին ինչ եք ուտելու։ Որոշ ժամանակ առաջ լուծում էր առաջարկել ախքարտուղար Արմեն Գրիգորյանը բրենզի մասին էր խոսել։ Այդ պատահական չէր։ Իրանք կամած ինֆորմացիա են բաց թողնում, դրանից հետո քաղաքականությունը բերում են դրա։ Տեսեք ջերմոցաշինությունը, ես ասեցի նպատակը որն է տվյալ երկրում։ Իսկ եթե նաև այսօր ջերմոցաշինության արդյունքում բավականին հողերի մշակությունը պակասել է, որովհետև մարդիկ որ տեսնում են 3 հեկտար բաց գրունտ մշակելու աշխատանքն ավելի դժվար է, ու մեկ էլ տեսնում են, որ դրա փոխարեն մի 1000 մետր, 2000 մետր ջերմոց մշակեն, կարկտից պաշտպանված են, ջրի խնդիրը համեմատած լուծված է, թողում են հողը։ Որ պետությունը հակառակը պետք է աշխատատեղեր ստեղծի, մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովի, այո, ինչու՞ չէ, պետք է նաև պետությունը լուրջ միջոցներ ներդնի, որ այդ հողերը մշակվեն, որ այդ հարցը կարգով։ Հիմա տեսեք, եթե դու այդքան միջոցներ ունեք միլիարդների, բյուջեն դատարկ է արդեն։ Դատարկ է, բայց նոր սուբսիդիա է խոստացել, նախընտրական Փաշինյանը ասել է, այնինչ պետք է արտահանվեր, բայց չի արտահանվել, մենք սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսությունում տուժողներ չլինեն։ Հերթական պետական միջոցների մասին ծանուցում, որ պիտի ծախսի։ Մեր տնտեսությունում ասելա, այսինքն իրանցների տնտեսությունում ջերմոցների 90%-ի տերերը իրանք են, տարբեր անուններով։ Ես ասում եմ, պնդում եմ, մի հատ էլ կգնամ մինչև վերջ, գյուղացուն հանգիստ թողեք իր դարդու ցավի հետ։ Դուք գյուղացու հենանից է պրծել եք ներողություն արտադրությանը համար։ Օրինակը բերեմ, անընդհատ ռոլիկը պտտվում է տոմաբուծության զարգացման ծրագիր։ Անասուններ եք ներկրում, մաքսիմում գինը 1.100.000, 50%-ը սուբսիդավորում եք։ Դուք պատկերացնում եք ինչ ահռելի գումարներ եք տալիս մի քանի հոգու։ Իսկ օրինակն եմ բերում, դատական գործի համարով կասեմ։ Մարտը վերցրել է մի քանի տարի առաջվա երիջների նմանատիպ ծրագրով կենտանին անկում ա եղել, չի կարում ապացուցի, որ այդ կենտանին, որ անկել է, թանկ, բարձր ցեղատեսակի, իր մեղքով չի եղել, այդ չի կարած ապացուցել, եւ ընդամենը մեկ անասունի համար ցուցակներ կան նախարարությունում, որ իրանք տվել են դատարան, դատարանը վճիռ է կայացրել, գույքի բռնագանձում, այսինքն դու մեկին տալիս եք միլիոնավոր դոլարներ, անասնագոմ սարքելու, այդ կաթի, այդ երիջները ներկրելու, դրանց մեջ ժողովուրդ հասկացեք, սորական գյուղացի 1% չի կազմի, այս սովորական գյուղացու վրա հարկադիր կատարողը նստած է ունեցվածքը տանելու, բայց դու միայն չեք նայում գոնե 20-30 հոգուն, այդ ամբողջի գումարը 40 միլիոն դրամ չի կազմում, ինչի՞ մի հատ չեք բանանում օգնեք գյուղացուն, իսկական, որ կովը տարել է չի կարածը, կամ եթե դուք այդքան հեռատես քաղաքականություն, դուք այսօր, ես մասնագետ մարդ եմ, ինձ կարակ ապահովեք այդ կենտանիների կերամիավորը, դուք ոնց եք ապահովելու, որ այդ կաթնատուկով այդքան կաթ տա, որ մարդուն եկամուտ մնա, եւ որ դու Հայաստանում եգիպտացորեն ցանելու շարքացան նորմալ չունեք, սիլոսահավաք կոմբայն չունեք, եթե կաթնատու կովը կարա կաթնատու ուժեղ չլինի,
բայց այն որ ինտենսիվ պետքա կատա 30 լիտր եւ ավել ձեր ասած դա համապատասխան կերամիավոր պետք է ապահովես այսինքն 20 կիլոգրամ գոնե սիլոս պետք է ապահովես եւ ինչ այլոց այդ սիլոսն է պետք է որակական հատկանիշներով համապատասխանի ստանդարտին ձեր ասած եվրո չափանիշներին ոչ թե ամենը եգիպտացորեն որ երբ ուզենաս հնձես տա ուր է այդ սիլոսի հորերը այդ ո՞նց եք պատրաստում ունեք մի հատ տեխնոլոգ գյուղ ինստիտուտում սովորող ավարտող որ մտնի արտադրություն 600 քանի միլիոն վաղը չեն հատկացրել են վաղը չեմ մյուսունը քաղաքի կենտրոնը փակում են հերթական գինու փառատոնը որ ինչ անեք այսքան տարի 18 թվից մինչև այսքով գինեգործության խաղաղագործության հիմնադրամ ինչքան փող եք տվել արդյունքները հաշվետվությունը ով է լսը ազգային ժողովի վայ պատգամավորները կենտրոնական բանկի հաշվետվությունը ով է լսը ազգային ժողովի վայ պատգամավորները, որ տոկոսը բարձրացել է, երբ որ շահույթներից խեղդվում են բանկերը, փողը չգիտեն ինչ անեն, ուր է ձեր զսպող մեխանիզմները, որ ուղղությամբ ուզում եք վերցնենք, տնտեսությունը վերլուծենք, սարսափելի է։ Ինչի համար ասի, երբ որ դու 600, ասենք 50 միլիոն դրամ հատկացրել ես այդ գինարբուկին, այտենց էլ ես ասում եմ, բարի բունի մաստով, դրա հիմնական 90% էֆեկտը այդ օրվա գինի մի քանի շիշ ծախվել է մնացած այդ քանակներով չի, որովհետև գինու արտահանման քանակն էլ է անկում ապրը։ Իրանց մոտ 2024-25-ի համեմատ անկում կար գինու, այն 7800 քանի տոննա իջել էր, էլի պակասել է, նույնը կոնյակա գործությունը։ Խաղի այգիները շարքից դուրս են գալիս։ Այդ ինչ գինարբուկ է կանում։ Եվ այդ գինարբուկի 650 միլիոն դրամը օրինակ, մեծ հասարակ օրինակ ասեմ, Հայաստանի Հանրապետությունում մոտարապես 550 անասնաբույծ կային, որ հնից աշխատել են տեխնիկում ավարտ, ինստիտուտ ու միջինից բարձր տարիքի։ Ես դժվարությամբ կարողացա 2017 թվականին որ օրենքում փոփոխություն անել տալ ազգային ժողովում, որ այդ անասնաբույժերի աշխատանքը համարվի ստաժ թոշակի հետ կապված եւ գոնե նվազագույն աշխատավարձ համայնքից ստանան, ոչ միայն պետության պատվիրակացից։ Մի կերպ հիմա գնացեք համայնքներ եւ խոշորացված եւ գյուղական վարչական։ Տեսեք անասնաբույժ քանի հոգի կա, իր ֆիզիկական վիճակը, առողջական վիճակը Եվ գայք որոշում կայացնեք ամեն անասնաբույժին տարեկան 1 միլիոն պարգևա վճար առողջության, ֆիզիկական, մասնագիտական բարելավման համար արել եք, թոշակ բարձրացրել եք, որ ուսանողը գա ինստիտուտ անասնաբույժ դառնա։ Այդ որ բարձր ցեղատեսակի անասունը բերում եք, ով է խնամելու դա։ Խնամ զոոտեխնիկ անասնաբույծ, ով կա այս երկրում, նորմավորող, քանի հոգի, բարձրակարգ անասնաբույժ, որ բացի մորթելուց այլ բան իմանա, քանի հոգի կա, այդ նույն սպանդանոցային խնդիրը դրա համար այսօր հրապարակած խոշոր եղջերավոր անասունների քանակը չի համապատասխանում դառ իրականությանը, ցույց են տվել նախորդ տարվա համեմատությամբ մի 8000 գլուխ պակասել է ընդհանուրը, մի 14000 գլուխ կովերը։ Սուտ է։ Գյուղեր մտեք կով չկա, նախիր չկա։ Իսկ հակառակ կաթ վերամշակող ընկերությունների մի լիտր կաթը մթերում են 150, 160, քարը պատրի 170 դրամ, իսկ կես կիլոգրամ մածունը վաճառում է 700 դրամ։ Խոսենք Հայաստանի տնտեսության եւ գյուղատնտեսության հեռանկարների մասին, տարածաշրջանային իրողությունների համատեքստում տեսնում ենք, որ այս իշխանությունները ամեն գնով փորձում են հարաբերություններ սկսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, վերջերս էլ Թուրքիան ի պատասխան Հայաստանի, այսպես ասած, ջանքերի
վերացրեց առևտրային սահմանափակումները։ Տեսանք Ադրբեջանից պատվիրակություն եկավ, կոնկրետ օլիգարխներ հանդիպեցին, քննարկեցին շուկաների հնարավորությունները։ Դուք ինչ հեռանկարներ եք տեսնում այս փուլում, այս իշխանությունների հետ եւ այլ պարագայում, այլ իշխանությունների դեպքում հնարավոր համարում եք հարաբերությունները երկու թշնամական պետությունների հետ։ Ամեն ինչ կարգավորում է ժամանակը եւ պատերազմները կատաղի պատերազմող երկրներ, ժողովուրդներ ժամանակը տարիների ընթացքում բերել նորից դարձրել է նորմալ հարևաններ, բարեկամներ, կրկնում եմ ժամանակի ընթացքում։ Ու այդ ժամանակի ընթացքում չի եղել, որ մի կողմից անընդհատ հռետորաբանություն, նորից սպառնալիք, գերիներ պահել, ռազմական էլիտա պահել, ի ցույց դնել այդ ամեն ինչը տարբեր եվրոպական հարթակներում ու անընդհատ ցույց տա իր ամենակարողությունը եւ դրան հակառակ մեր նման պետությունը ու պատկերացնում եք մի քանի պատերազմ եւ այլ տեսած այս ամեն ինչը հասկանում եք այսօր պետք է իրանց մեկ բառը լիներ ներողություն վաղուց եւ գլխիկոր հեռանալ ու սпасել Աստծո դատաստանին։ Բայց հիմա այդ ամեն ինչը հասել է նրան, որ համարձակում է մտնել բակեր եւ բակեր մտնելու սարսափելին ես չեմ կարող չբարձրաձայնել, երբ որ տարիներ շարունակ լռած ծնողը, քույրը, մայրը լռել է ու հանգարց իր պատուանի տակ հնչում է այս կանենք, այն կանենք, երբ որ իր եղբայրը անհետ կորած է եւ գիտեք ինչ զինվորական չի որպես մարտական, այլ որպես հումանիտար մասնագիտություն, պատերազմի ժամանակ բժիշկ եւ անհետ կորած եւ փորձում է իջնել բակ, ինչ որ արիտ է հանդիսացել, ճշտում կատարել, գոնե հնարավորություն, հետագծելություն, գտնել մի բան, ողջ, ներողություն եմ խնդրում, թեգուզոված եւ այլն, այդ հարցերը կարգավորելու հələ իր պատասխանը երկրի ղեկավարի թողում եմ մի կողմ, որտեվ քննարկման ենթարկվում ինձ սարսափեցնում է այն կողքի մարտիկ, որոնք դուք պատկերացնում եք այդ պահին փոխանակ լուր մնան, մոտենային այդ բժշկուն, ներողություն խնդրեն, դիմեին ջանով, քույրիկ ջանով, ձեր դժբախտությունը միակը չի, էլի ճակատագրով նման մարդիկ կան, հանգարց այն կողմից սուլելով գոռում են վարչապետ։ Սա է իմ համար սարսափելին։ Լոլիկը շատ կլինի կավելանա, կպակասի, դրանք լուծելի խնդիրներ են։ Ճիշտ տնտեսվարող, քաղաքականություն մշակող, պրոֆեսիոնալ մարդկանց միջոցով այս տնտեսական հիմնախնդիրները արագ կլուծվեն, երբ որ երկրի գլխին էլ նորմալ մարդ լինի, որը տիրապետի այդ ամեն ինչին։ Բայց երբ որ դու թշնամանք ես տանում քո բաժանում ես երկու մասի, նույնիսկ ընտանիքի անդամները, այն վարչապետ գոռողները իրանց իրավունքն է։ Իրանց զարգացածության աշխանն է, բայց դուք իրավունք չունեք մարդը իր խնդիրների իր սկի մեջ վիրավորեք իր անձին, երբ որ տվել ամենաթանկին այս երկրին։ Մեկ այլ դրվագել օրերս եղավ, դուք Տիկին Սողոյանի դեպքը մատնանշեցիք, բայց օրերս մեկ այլ Տիկին Սողոյանները շատ են, դա համար ես չեմ ուզում անձնավորել մեկին, մյուսի վերաբերմունք, ես բոլորի նկատմամբ էլ հատուկ խոնարհում ակնածանք ունեմ, ցավը մենն է, դա համար չեմ ասում։ Վաճառված, ծախված, ինչքանով էս վաճառվել եւ այլն մեկ այլ դեպքում։ Հիմա այդ գանք նույն թեմային կապված է, այսինքն երբ որ նույն Ադրբեջանի ռազմաքաղաքական այդ դիրքորոշումները փոխված լիներ խոսույթը հայ ժողովրդի, ասեին խոսքի մեջ մենք տարիներ շարունակ Հայաստանին եղբայրաբար ապրել ենք, հարևան ենք եղել, դրկից ենք եղել, իրար հետ ենք արել, խնդիրը դու այսօր Արցախը չկա, տեղահանვა արվել, էթնիկ զտում արվել, մարդիկ եկել են, իրանց խնդիրները քիչ է, մի հատ էլ այդ ազնագրով չեք թողում իր քաղաքացիական պարտքը կատարի, որ ինքը զգա գոնե իր մայր հողի վրա է, որ ինքն էլ տրամադրվեց երկիրը պաշտպանելու, վերականգնելու,
Այն հռետորաբարությունը ընդեղի չի թուլանում, ստեղ էլ արդեն հայոյանքա խառը չսազող բաներ գնում է, ասում եք, այդ արդեն զավեշտ է։ Այսինքն, ստե դու փորձես տնտեսական նորմալ վերլուծություն անել, կողքից կասեն, այս մարդն էլ խելքը թրծրել է արդեն։ Հաստատ, որտեղ մենք օրվա 90%-ը ես աշխատում եմ արդեն ին վրա, որի նյարդերը չպրկվի։ Մասնագիտական բան էլ չեմ մտածում այդ ուղղությամբ։ Կգա օրը բարին հետը կներգրավենք, կանենք, դուրս կբերենք։ Հիմա Թուրքիայի հետ կապված ոչ թե հələ սահմանները չի բացվել, ոչ թե առևտրային սահմանափակումներն, այլ այնտեղ հեշտացվել է ձևակերպումները, որ վերջնական երկիր նշում է Հայաստանի Հանրապետություն կամ Թուրքիա, այդ փաստաթղթայինը երրորդ երկրի հետ համեմատած հեշտացրել են։ Դուք տեսեք մեր մթերքը, որ ընդամենը մի քանի Ռուսաստանի Դաշնությունը խնդիրը կոնկրետ դրել է քաղաքական ու ցույց է տալիս, որ ինչ պետք է անեք, որ դա ուղղվի, ու այսօր կոլապս առաջացել։ Հələ սա ընդամենը սկիզբն է, ծիծեռնակն է, հələ այն ուժեղ բերք, հələ չի սկսվել։ Այդ ժամանակ սարսափելի է լինելու։ Ու սրան, եթե ես կողքը փորձեմ վերլուծեմ, որ Թուրքիայի հետ սահմանները պետքա բացվի եւ ամբողջ Թուրքիայի եղածած ճիրը, չամիճը, բանջարեղենը, ծաղիկը, որ Թուրքիան ամբողջ Եվրոպայում դեմպինգ անելով գրավել է բոլոր շուկաները։ Եկա մտավ Հայաստան, տնտեսական հետևանքները սարսափելի է լինելու։ Դրա համար, երբ որ դուք բարձրանում խոսում եք, մարդիկ կան, որոնք ասում են Պարսկաստանից լոլիկա եկե, պետքա դուք հիմա այդ ընդեի եկած ապրանքը չեք լգոտավորել, չգիտեք էլ ոնց են լգոտավորում։ Այո, այն ժամանակ, երբ որ մեր մոտ պահանջարկ կա, բացեք, թող լոլիկը գա։ Գինը մնա միջինի, որ քաղաքաբնակներ, մնացածներ շահեն։ Այսինքն դուք այսօր գյուղացուն չեք կարող ցույց տալ ինքնարժեքը հաստատված, իշկանա, շահույթը իշկանա, կանչել եք գյուղացիներին, ֆերմերներին, վերջը գերատեսչության ղեկավար եք, տեղակալ եք, ոչ ու բարով։ Ասում ենք, ինչ անենք, բերեք փողոցներում, դուք մի ամիս առաջ ասում եք փողոցներում առևտուրը հակասանիտարական է։ Այդ ոնց եղավ, երբ ձեզ ինչ պետք է, հո ձեր բանը ճշտոյի դուկանն այս երկիրը, ինչը, հոտեն չի կարելի։ Հասկացած, չհասկացած, իմացած, չիմացած, եղբայր 8 տարի դուք բավականին լուրջ աշխատավարձ պրեմիաներ եք ստացել։ 96 ամիս բազմապատկենք ընդամենը 1 միլիոնով, դուք 8 տարվա մեջ $250,000 փող ունեք։ Մեքենա առել եք, պսակվել եք, երեխա ունեցել եք, տոնգերուի ունեք, ռեստորաններում մթնիչում անում եք, տուն ունեք, դաչա ունեք, էլ ինչ եք ուզում, գնացեք։ Գնալու մասին հունիսի 8-ին ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու եւ հունիսի 7-ին հանուն ինչի քվեարկի քաղաքացին։ Հունիսի 8-ին էլի արևը հելնելու արևելքից, արևմուտքից մտնելու է, բան չի փոխվելու։ Գետերը նույնությամբ հոսելու են։ Բայց այսօր ես ուզում եմ մեր ժողովուրդը բազմաչարչար, որ երկու մասի է բաժանված, արհեստական բաժանել են։ Շատ կարճ ժամանակա միջոցում այդ մարդիկ նորից իրար հետ հարևանություն, բարեկամություն կանեն, իրար հետ քեֆ ուրախություն կանեն, սուկ իրար հետ կկիսեն։ Ուղղակի անհրաժեշտ է, որ հունիսի 8-ին ով բաժանել է ժողովրդին արցախցի, սև, սպիտակ, սպյուր, Ռուսաստանի հայ, Ֆրանսիայի հայ, այդ մարդիկ պետքա ակուրատնի սուսփուս գլուխները կախ ներողություն խնդրելով գնան երկրից։ Իսկ մնացածը ով ի վիճակի է եւ ֆիզիկապես, եւ մտովի, եւ մասնագիտական փորձառությամբ լծվի այս երկիրը փրկելու։ Այն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց անձնական միջոցները, իրենց փորձը դնելու այս երկիրը ոտի կանգնելու, ժողովուրդը պետք է ծափարությունով ողջունի եւ ոչ թե նույնիսկ լարի իրար դեմ։ Միշտ չէ որ դա շանս կտրվի։
Միշտ չէ որ բոլոր ժողովուրդների մոտ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան իրանց անձնական միջոցները ներդնել երկրի բարգավաճմանը։ Այսօր պատմական պահ է։ Ժողովուրդ, սա սովորական ընտրություն չի հերթական ազգային ժողովի։ Խնդրում եմ հասկացեք, իմ ու քո անելու ժամանակը չի, իմ բարեկամը, իմ խնամին, իմ բանակի ընկերը, թողեք մի կողմ, ստապ, երբ որ գնում եք ընտրության ու խնդրում եմ գնացեք, որ հետո չմեղադրեք։ Գնացեք, ձեր ճաշակով չի, ձեր հակով չի, սա երկրի հարցն է որոշվում։ Եթե այսօր Ռուսաստանի Դաշնությունը ասում է, եթե դու գնում եք Եվրոմիություն, ախպեր գնացեք, բայց ժողովրդին մի կոտորեք։ Հուշում է, քո հարևան բարեկամ երկրի ղեկավարությունը հուշում է։ Այդ չեմ ասում էներգետիկ ռեսուրսների հետ կապված խնդիրը։ Լավ, եկեք ամեն մեկս մտածենք մեր երեխեքի, մեր թորների ապագայի մասին։ Էգոիստ մի գտնվեք։ Հանրային շահի մասին մտածեք։ Երկիր ունենալ չունենալու մասին մտածեք։ Եղեք հայ, ունեցեք Հայաստան, ունեցեք Աստված, ունեցեք խիղճ, մի արեք, որ վաղը գլուխները բռնեք, դուք Դանիել Վարուժանից խելոք չլնեք, Սիամանտոյից խելոք չլնեք, Ռուբեն Սևակից խելոք չլնեք, ու ձեր ուղեղն էլ չմտածեք, որ Կոմիդասը ձեզնից պակաս մարդ էր, որ խելագարվեց։ Նույնն է, ժամանակ ընթացքում նույնն է, ուղղակի պետքա ճիշտ դիվանագիտություն, ճիշտ վերլուծություն, ու այս նույնիսկ գիտեք ինչ, ես ուզում եմ մինչև հունիսի 8-ը հլա ահագին ժամանակը, տեսեք նույնիսկ ես կուզենայի փորձեմ մասնագիտականից բան անեմ հունիսի 5-ին ասում են հավաք է լինելու։ Ուրեմն ընդհանրապես բնության մեջ ինչ ցանեցիր, այն հնձելու ես։ Քամի ցանեցիր, փոթորիկ ես հնձելու։ Հիմա ես ձեզ ասում եմ, հիմիկվանից խնդրում եմ, որպես հայ, այդ ղեկավարությանը, ովքեր որ երկփեղկել են ժողովրդին, ու այսօր էլ խնդիր են դրել լինել չլինելու, խնդրում եմ բավե, այդ օրը եթե դուք ձեր գրպաններում եղած ատելության սերմերը շաղ տվեցիք, հիշեք, ձեզ այսօր տրամադրված սերմերը ատելության սերմեր են, մոլախոտ փուշը աճելու։ Մի արեք այտենց բան, ձեր գրպաններում ցորեն չկա, բարության սերմեր ցանեք։ Մտածեք, այդքան էգոիստ մի գտնվեք։ Նույնիսկ գիտեք ինչ, եթե դուք մեջ եք բերում 374 թվական, Պապ Թագավոր, Բյուզանդիա եւ այլն, ուրեմն 1652 տարի անցել է, բայց հələ խոսում ենք։ Ու դու օրինակ ես բերում Պապ Թագավորի ժամանակ, հաստատ համոզված եղի, եւս 1652 տարի քո անունը շեշտվելու է, ուղղակի մտածի, ինչ է շեշտվելու, բայց ամենակարևորը հայրենիքը սկսում է երեխից, մանկանորորոցից, դրանից է սկսում, եթե քո մոտ, քո երեխան, քո երեխայի ապագան, քո հայրենիքից կտրելն է, ոչ ընկեր, գնա քո ընտանիքի մեջ գտի քո երջանկությունը, ինչ ունեք ձեզ հերիկելու է շատ, սուս փուս, գնացեք մի գողտրիկ անկյուն, զբաղվի քո երեխեքի երջանկությամբ, քո հետո թոռ ունենալու, թոռի հետ քայլելու, ֆիզիկապես քայլելու, հնարավորություն, որ ժամանակն ու դարն ու Աստված փորձի ինչ-որ միտեղ ներելու շանս տա։ Իսկ եթե ես խնդրում եմ, այդ սերմերը շաղ տվեցիր ատելության, այն ովքեր էլ որ այդ սերմերը վերցին լցրին իրանց գրպանները, ժամանակն ու իրանց երեխեքը չեն ներելու իրանց։ Իրանց թորներին, եթե հետո առիթ ունենան, կարանան ֆիզիկապես ողջ լինել, թեկուզ պարսավանք ընդունելու, ես կասկածում եմ,
Ստափել է պետք, համախմբվել է պետք, ու այդ ամեն ինչը խնդրում եմ, ինչ արել եք, լավ եք արել, վատ եք արել, Աստված ձեր հետ էլի, Աստված սիրեք, հանգիստ գնացեք, մի թույլ տվեք, որ իմ նման թեկուզ գլուխ հավասարակշռված երկիր, մարդ, բնություն սիրող մարդը ամսու 8-ից հետո փոխվի։ Ընդհակառակը լրացուցից ուշ տվեք ձեր քայլերով, որ մենք մեր թևերը քշտենք, այս փոքր դրախտային երկիրը մեծացնենք, պահենք, մենք բազմաթիվ անծնող երեխեք ունենք, որբացած, մենք այսօր տղեկ ունենք, ժողովուրդ, եկեք այսօր մի քիչ ես ուրիշ կոնտեքստով ուզում եմ խոսել, երբեմն մի կողմ ասում է մեր զոհերի թիվը ընդունենք 5000, մյուսը հակառակվում է, այդքան չի, ժողովուրդ, ամեն մեկը մի լույս ճրակ, մի տուն, մի գերդաստան հանգել է, հետո հաշվի արեք, այդ տղեկը պետքա գային, ընտանիք կազմեին, քանի հայ գեղեցիկ աղջիկ ընտանիք չի կազմել, քանի կապուտաճա մանուկ չի ծնվել, ինչքան էլ մենք այսօր ֆիզիկապես հաշմանդամ տղեկ ունենք, հոգեպես խնդիրներ ունեցող տղեկ ունենք, տասնյակ հազարավոր է, իրենք էլ իրենց հերթին չեն կարող ընտանիք կազմեն, նորից ազգը չեն կարող ծառ մշակեն, հող մշակեն, գյուղի նորմալ տղեկին էլ, որ հող են մշակում, ծառ էին էտում, տնտեսություն էին պահում, բերել եք ոստիկանի համազգեստը հագցրել եք, հոգիներն էլ եք պղտորում, քայլերն էլ հետը, այտենց պետություն չեն պահում, այտենց երգիչ չեն պահում, ես կրկնում եմ, տեսեք ազնական վիրավորանքը, ապիկարեք, դավաճանեք, գործակալեք, ինձ զարում արեք, դրեք մի կողմ, ընդունեք հայելու դեմ կանգնեք, որ դուք հայ եք, հայ կուրծք եք կերը, հայ մոր, մտածեք այս երկրի մասին, Հայաստանից հայի համար աշխարհում լավ տեղ չկա։ Հասկանալի է ձեր տեսակետը, շնորհակալ եմ զրույցի համար։